Այսօր կարծիքի տաղավարում հյուրը տալել ենք հասարակական ակտիվիստ Ռուզաննա Ստեփանյանին, նրա հետ խոսելու ենք ընտրություններից ու հետ ընտրական պրոցեսներից։ Բարև ձեզ Տիկին Ստեփանյան։ Բարև ձեզ։ Գնահատում այս ընտրությունների արդյունքները, այս հետ ընտրական հետ հաշվարկները, որ տեղի ունենում կենտրոնական ընտրականում, ամեն օր տեսնում եք ինչ-որ ձայներ են ավելանում, պակասանում ու նաև Բարգավաճ Հայաստանի հետ 4%-ի շեմի հաղթահարումը, ինչ կասեք դրա մասին։ Շնորհակալություն, նախ ուզում եմ ասել, որ Հայաստանի պատմության մեջ 26 թվականի ընտրությունները կմնան եւ այսօր հենց այդպիսին են ամենախայտառակ ընտրություններ, ամենամեծ կեղծիքներով ընտրություններ, որովհետև այս ընտրությունների կեղծիքները չի սկսվել տեղամասերից, չի ավարտվում կենտրոնական ընտրական հանձնաժողովով։ Սրանք մի ընտրություններ էին, որոնց կեղծիքները արդեն սկսվեցին ամիսներ առաջ։ Վարչական ռեսուրսի կիրառում, ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ձերբակալություններ, վախի մթնոլորտ եւ այդ վախի մթնոլորտը սկսվում էր Զվարթնոց օդանավակայանից մինչև հասնում էր մարդկանց պատվալներն ու տները։ Ինչի եմ ասում Զվարթնոց օդանավակայանց, որովհետև դեռ ամիսներ առաջ Զվարթնոց օդանավակայան իջնում էր ՀՀ քաղաքացին, նրա ձեռքը սահմանապահ զորքերի աշխատակիցները տալիս էին մի թուղթ, ասում էին, տես կաշառք եթե վերցրեցիր, դու դառնալու ես բերդում փտելու ես, այսպիսի որակմամբ մի թուղթ էին տալիս։ Դա դեռ այդ չէիր մարսել, տեսնում էիր հակակոռուպցիոն է քեզ նամակ ու նամակ ուղարկում, թե տես կաշառք որ վերցրեցիր, դու դառնալու ես տպավորություններ, որ այս ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ կաշառքով ընտրությունների գնացած է եղել, կաշառքով ընտրություն արած է եղել, բա Նիկոլ Փաշինյան, դու ասում ես ես ընտրվել եմ լեգիտիմ, ամենալեգիտիմն եմ, այսինքն ստացվում է եթե մարդիկ կաշառք վերցնեին, դու լեգիտիմ չէիր կարողանա ընտրվեիր, կգնայիր եւ կընտրվեիր, չէ՞։ Եվ սկսեցին ձերբակալություններ, ամեն օր մի աբսուրդ ձայնագրություն, ասենք մարդը կարող էր գնալ իր կնոջը զանգեր ասեր 1000 դրամա տամ առնեմ, թե չէ, վերցնում դնում էին, թե կաշառքի ձայնագրություն ենք հայտնաբերել։ Դե այս ամենը արդեն իսկ պետք է այս ամենով կանխորոշված էր, որ սա ոչ լեգիտիմ կեղծված ընտրություններ էին, եւ ես կարծում եմ, որ մեր ընդդիմությունը դեռ ընտրության օրվանից մեկ օր առաջ պետք է ունենար պլան B, G, D, E, Z։ Հիմա մենք սպասում ենք ընդդիմության B, G, D, E, Z այդ պլաներին։ Իսկ B պլանը դա ընտրության օրը ավարտից հետո գիշերը լույս 8-ի գիշերը ժամը 2-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններ, որ ինքը կանգնեց ու ասեց ես միանձնյա առաջատարն եմ, միանձնյա հաղթողն եմ։ Պլան B-ն հենց այդ պահին պետք է կիրառվեր, պետք է հանրապետության փողոցները լցվեր մարդկանցով, որովհետև եթե դու եւ կենտրոնականի նախագահն ես, եւ դատախազն ես, եւ դատավորն ես, եւ քննիչն ես, եւ ԺԿ-ի պետն ես, ամեն ինչը դու ես, ուրեմն պետք է, ասում եմ, հանրապետության փողոցները ընդդիմության հրահանգով լցվեին մարդկանցով, որովհետև Նիկոլ Փաշինյանը իրավազանցել է իր իրավունքը եւ դեռ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, եթե չեմ սխալվում, 2005-ից 130 տեղամասի ձայներ էր հաշվարկել, նա կանգնեց ասեց, որ ես բացարձակ մեծամասնություն եմ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այն կենտրոնական ընտրական հանձնաժողովի մաթեմատիկայից շատ թույլ, ոչ նկարիչ է, ոչ մաթեմատիկա գիտի, то ոչ հայ գրականություն գիտի, ոչ մի բան չգիտի այդ տղեն։ Նստել է այնտեղ չգիտես այդ ինչ մի հատ խայտարակ պատկեր ա ստեղծել, այդ տղուն ասես տղա ջան, հիշում ես չէ, որ ես ասում եմ, ես հիմա քեզ ասում եմ, որ ես բացարձակ մեծամասնություն եմ։ Հիշում ես չէ, որ քո երկու տղաները, քո եղբոր տղան բանակում չեք ծառայել։ Ճիշտ է, տանը տակը բունկեր ես փորել, բայց դա չի փրկելու։ Հիշում ես չէ, ես քեզ ասում եմ, ես բացարձակ առաջատարն եմ, եւ դու պետք է այդ թիվը ստանաս։ Ես կարծում եմ հենց այդ պահին մեր ընդդիմությունը, որ այս անգամ տեսեք ընտրողների թիվն էլ էր մեծ եւ այլն, պետք է ուղղակի
փողոց դուրս գան։ Մենք գիտենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը հրահանգում է, որ ինքը այսպես է կարծում, այդ գործը մտնում է փակուղի։ Ազատի դեպքերը հիշեք, 15 տղերքի մոխրացրեցին, Նիկոլ Փաշինյանը առավոտ կանգնեց, ժամեր հետո ոչ տեղում էր եղել, ոչ գիտեր ինչ ա եղել, ասես մի բաժակ բենզինը լցրել են, վառվել են տղերքը։ Ու վերջ մտել է այդ գործը փակուղի, 15 տղա մոխրացավ, մինչև հիմա ծնողները, որոնք լուրջ հիմնավոր կասկածներ ունեն, ինչ հանգամանքներում են մոխրացել իրենց տղաները, չեն կարողանում հասկանալ, թե ինչու է գործը, ինչու 15 տղա մոխրանա ու այսինքն ընդդիմությունը շատ լավ գիտի, որ Նիկոլ Փաշինյանը եթե հրահանգ կատարում է, Վահագն Հովակիմյանը չլինի, լինի իրանց մոտ է այն Հայկ Գևորգյանն այն օր որ գնացել էր ետեր հիշում էին թերթի խմբագրության տարիներին, անելու է, լինի Վահագն Ալեքսանյանը անելու է, լինի Տիգրան Ավինյանը ալես ում ասեց, եթե գործը հասնում է դրան, ասեց, ես սա ձեզ հորդորում եմ, տողատակով դե հորդորեց, չէ, իրականում, վերջ դա լինելու է այդպես։ Իսկ ինչ արեց Նիկոլ Փաշինյանի ընտրական հանձնաժողովի այդ հիմնարկի տնօրեն Վահագն Հովակիմյանը, դա բոլորիս արդեն պարզ է։ Հայաստանի պատմության մեջ կեղծվել են ընտրություններ, բայց այս կարգի խայտառակ, այս կարգի անամոթ ընտրություններ մենք չենք ունեցել։ Այդ տղուն ասել են նստի թվաբանություն արա, այս տղեն նույնիսկ թվաբանություն չի կարողանում անել։ Այս տղեն նույնիսկ տոկոսներն է սխալ գրել, եթե կլինեն մաթեմատիկներ ինձ լսող կամ հաշվապահություն անող մարդիկ, ես հիմա մի ուղղակի թիվ հրապարակեմ, թող իրենց տեսեք, քվեարկության մասնակիցների թիվը նշել է 1,477,36, ԿՊ-ն հավաքել է 727,820, հիմա երբ որ 727,820-ը բազմապատկում ենք 100-ով, բաժանում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ 1,477,36, ստանում ենք ոչ թե ուշադրություն, ոչ թե Վահագն Հովակիմյանի հրապարակած 49,81%-ը, ամենապարզ հաշվարկն է, հաշվապահներն էլ կարող են անել, ստանում ենք 49,25%-ը։ Այս տղեն բազմապատկում բաժանում էլ, մի ամբողջ հանձնաժողովա չէ այնտեղ նստած, սրանք բազմապատկում բաժանում անել էլ չգիտեն։ Հիմա մենք սրանց վստահել ենք մի ամբողջ երկրի ճակատագիր, ու սա այսօր առավոտյան անամոթաբար եկել ազգային ժողով, ինչ ասի լավա, ասում է միտող վերև ներքև են գնացել թվերը։ Տղա ջան, գնա այդ տողերը սովորի սկզբից, առաջի դասարանից կարող ես գնալ, նստել սովորես, այդ տողերը սովորի, հետո այդ տողերով արի տես Նիկոլը քեզ ինչ աշխատանք կտա, մտի ու աշխատի, ինչ է նշանակում միտող վերև ներքև են գնացել։ Այդ միտող վերև ներքևը Փաշինյանի համար կարող է ճակատագրական լինել։ Հիմա փաստացի պարզ երևում է, չէ, որ խայտառակ կեղծիքներ են հայտնաբերում տեղամասերը բացելուց։ Աննկարագրելի խայտառակ կեղծիքներ։ Ասենք գրված է 136 ձայն, Վահագն Հովակիմյանը որոշել է, եթե այստեղ գրի 0, ոնց որ Փաշինյանի ուզած թիվը մոտենում է, այնտեղ գրված է, ասենք 80, եթե այստեղ գրի 0, մոտենում է այդ թվին, սենց մոտավոր հաշվարկ արել, մտածում է այս ժողովուրդը, բոլորը Փաշինյանի թիմի նման անկրագետների բան են, էլի, որ օրինակ մարդիկ չգիտեն, Գորիկ Հակոբյանը կա թե չկա, կամ չգիտեն, ասում են այդ ոնց եղավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել առանց ԿՀ-ի, ասում է չգիտեմ, դիմեք գլխավոր դատախազին։ Սենց աբսուրդ խայտառակ իրավիճակում սրանք ուզում են գալ նորից 5 տարի կառավարել եւ ամենասարսափելին, այսօր կհիշեք Նիկոլ Փաշինյանը ասում էր, եթե ես սահմանադրական մեծամասնություն չկազմեմ, սեպտեմբերին պատերազմ է լինելու։
Փաշինյանը փաստացի այսօր սահմանադրական մեծամասնություն չի կազմել։ Ես չեմ մտածում, գիտեք, չէ, որ Վագն Հովակիմյանը այդքան բան հասկացել է, չի գրել, ասենք 58-96%, գրել է 49-81%։ Ինքը չի հասկացել։ Ինքը եթե հասկանար, կգրեր այդքան, ինքը այսքան մտածել է, դե դա մեծամասնություն է ուզել, ասել է բացարձակ մեծամասնություն, այս թիվն է գրել այդ տղեն։ Ինքը որ հասկանար, կգրեր, ասենք 68-69։ Այդքան տոկոս կգրեր։ Հիմա չի հասկացել, սա է գրել, սրանք գցել են կրակի մեջ։ Քանի որ ընդդիմությունն էլ որոշակիորեն փորձեց տեղամասեր բացել, հասկանալ, այդ ոնց եղավ էլ, օրինակ Բարգավաճ Հայաստանին 10 մարդ, մի մարդ է պակասում մտնի խորհրդարան, այդ մի մարդը չկա տեղ, ես էլ ասում եմ, տորեն վերև ներքի, այնքան հանգիստ է ասում։ Ես մտածում եմ, որ հիմա ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերը ելնելով այսքան ընտրախախտումների ձևաչափից, այսքան ընտրախախտումների շատ լինելուց, պետք է հանցագործության մասին հենց հիմա իրար հետևից հաղորդում տան դատախազություն։ Կարևոր չի գործ կհարուցեն թե չէ, պետք է հանցագործության մասին հաղորդումներ սկսեն տալ։ Հետո թող գնան ուրիշ եվրոպական դատարաններ, այս չափաբաժնով գնան եվրոպական դատարաններ, ասեն Հայաստանի ընտրությունների լեգիտիմությունը չենք ճանաչում։ Այսքան ընտրակեղծիքների պարագայում Հայաստանի ընտրությունները չեն կարող լեգիտիմ համարվել։ Բայց ցավոք ընդդիմությունը դեռ որոշումներ կայացնելու փուլի մեջ է։ Եվ այսօր Սրբուի Գալյանը տեսեք ինչ էր ակնարկում։ Ասում էր, այո, Նիկոլ Փաշինյանը ասել է, եթե ես սահմանադրական մեծամասնություն չկազմեմ, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Մենք սպասենք, տեսնենք մեր գործընկերները մանդատները կվերցնեն եւ կգա սեպտեմբերը, հանրային պահանջ կլինի պատերազմ թե չպատերազմ, մեր գործընկերները կքվեարկեն բնականաբար սահմանադրությունը, նույն ենթատեքստում դա էր, որ ենթադրում է, որ այդ ժամանակ Ալիևը պատերազմի բանը մատը կդնի պուլտի վրա, սրանք եք ասեն լավ փոխենք սահմանադրությունը, իրենց ամբողջ բանը, հիմա ընդդիմությունը վերցնի մանդատները եւ գնա խորհրդարան, մենք տեսանք ցավոք, ընդդիմությունը խորհրդարանում 5 տարի աշխատեց, ներկայացրել է 5 տարվա ընթացքում 6 օրենսդրական նախաձեռնություն, մեկը մեկից թույլ, մեկը մեկից այդպես առանձնապես 6-ն էլ չեն անցել, ստացել են պարգևավճարներ, չաղ ու բախտավոր, ապրել են, գործուղումների են գնացել, ամեն ինչ իրենց համար օքեյ է եղել։ Հիմա դիմում եմ Ռոբերտ Քոչարյանին, ասում էր, եթե մեր հաղթանակը կեղծվի, հեղափոխություն ենք անելու։ Ռոբերտ Քոչարյան, ուղիղ հարց եմ տալիս ձեզ, հիմա ասես կեղծվել է, թե չի կեղծվել ձեր հաղթանակը, անելու եք այդ հեղափոխությունը, թե չեք անելու, թե էլի գնալու եք նստեք խորհրդարան, էլի ձեզանից մեկը որոշելու է, որ հանձնաժողով ստեղծի, ես երեք իմ ընկերներից մեկը, ես չէի հիշում, եթե անկեղծ ասած, որ օրինակ Արծվիկ Մինասյանը Քոչարյանի ուժը որոշել է հանձնաժողով ստեղծի եւ քննեն, տեսնեն ինչ եղավ պատերազմից հետո համահայկական հիմնադրամի 150 միլիոն դոլարը, որ ԿՊ-ն մցրեց կառավարություն, սենց լափեցին գնաց, այդ փողի տեղը տենց էլ չէ, որևէ հաշվետվություն մեր քույրերին ու եղբայրներին սփյուռքի չտրվեց, ասեր 10 միլիոնը ծախսվել է սրա վրա, 5 միլիոնը սրա, 100 միլիոնը սրա վրա, 6 միլիոնը, 500,000-ը սրա վրա, դա պետք է հաշվետվություն լիներ, որովհետև մարդիկ իրենց թոշակից, աշխատանքից, բիզնեսից կտրել ուղարկել էին Հայաստան, որ դա պիտի Արցախին ծառեր, բայց դա Արցախին ծառելու փոխարեն Փաշինյանը մցրեց կառավարություն ու ինչպես լափում են բյուջեի փողերը, այդպես էլ լափեցին համայնքական հիմնադրամի փողերը։ Եվ մի ամբողջ խմբակցություն, Հայաստան խմբակցությունը հանձնաժողով ստեղծի ու չկարողանա բացահայտել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ արեցին այդ 150 միլիոնը, ներողություն եմ խնդրում, ուրեմն գնացեք ձեր տներով, գնացեք բոլորը ձեր տներով, ինչ է նշանակում հիմա մտածել մանդատ վերցնել, թե չվերցնել, ինչ է նշանակում էլի, ես արդեն այսօր տաքսիով գալիս եմ, Վարդը հարցում է, բա ինչ է լինելու, փողոց գեներացվելու է, թե չէ, այն մեկ ասում է, բա ինչ է լինելու, հա, Նիկոլ Փաշինյանը լավ գիտի ինչ է անելու, քրեական հետապնդում կսկսի, քրեական գործեր նստացնել, կուլակաթափանել, մեկից խլել, մյուսից խլել, շատ քիչ խլել, բերել այն համաձայնության,
որ սենց գլուխները կախ, ինչպես ասում էր Ռուբեն Հախվերդյանը, եղիր հեզ, բանող ես, կգնան գլուխները կախ ու կքվյարկեն սահմանադրության փոփոխության օգտին։ Այս մտավախությունը ես ունեմ, որովհետև Փաշինյանը մինչև հիմա ասել է, արել է, կեղծելով, խաբելով, սուտ ասելով, նվաստացնելով, տղերքին զոհելով, բայց արել է։ Ինքը դեռ չէր եկել իշխանության, իր թերթում գրում էր, որ այո, պիտի Արցախը ճանաչել Ադրբեջան տարածքային Արցախեն, կհիշեք, ՀՀԿ-ից падգամավոր կար Արման Սահակյանը, ինքն էր, չէ, Նիկոլի թերթը օրինակ բերում։ Ինքը ինչ գրել, ինչ ասել է, կարևոր չի, որ ժամանակաշրջան եկել եւ անում է։ Եկել եւ անում է, հիշում եք, որ մատեր թափտած ասում էր, դուք չպիտի որոշեք թուրքը որտեղ է գալու ապրի։ Այ հիմա դուք չեք որոշելու թուրքը որտեղ է ապրելու։ Օրինակ ինչ կասեք, որ ընդդիմությունների ժամանակ մի հատ ընտրատեղամասում 8 օր ամեն քվեաթերթիկը չի եղել ընդհանրապես ու ժամը 6-ին է պարզվել, որ չկա։ Դե, ասենք, ինչի վրա եք զարմանում։ Դրա նախորդ օրը, եթե ասենք այն մի հանձնաժողովի անդամը մի քիչ ուշադիր չլիներ, մի ամբողջ տրցակ տեղամասում չկար ուժեղ Հայաստանի քվեաթերթիկները։ Չի եղել, չեն ուզել, չի եղել։ Կարևորը կարուսելն եղել է, բաց քվեարկություն, բերել, կաշառել, վախեցնել, խաբել։ Քվեարկության օրը ես Գյումրիում եմ եղել։ Խայտառակ ձերբակալություններ էր։ Խայտառակ, ասում եմ, մեքենան կանգնացնում են վստահված անձի ինտիմադիր է, ասում են կրակայրիչի այդ սարքը չկա, պլաշատ կա, կանգնեցնում են ապտեչկան չկա, պլաշատ, այդ նոր եք դուք տեսնում, որ չկա, ձեր մեքենաներում կա, հա ձեր մեքենաներում կա, որ նրանց պլաշատ կա եք տանում։ Այդ օրը հրանգված էր վախի մթնոլորտ ստեղծել ընդդիմադիր զանգվածին, Գյումրին միշտ եղել է ընդդիմադիր խոսք ասող, այս անգամ Գյումրին դա էլ չէր, որովհետև ընդդիմադիր զանգվածին մտցրեցին մկան ծակ, ասին դուք դուրս եկաք բռնելու ենք, մտել են աջակիցների տուն, մարդկանց այս թևերը ոլորելով տանում են, հետո բերել է մեկը, ասում է դուրը բացել, ասում է դու մտի ներս իրանց ոստիկանության աշխատողներից, փաստաբանին չի թողնում, ասում են ինչի չես թողնում փաստաբանը, ասում է պահպանման խնդիր կա տունը, պիտի մտնեմ, եղբայր պահպանի դարպասից դուրս ինչ ես մտցնում ներս, ասենք կարա ներսում իր գրպանից նարկոտիկ հանի, ծրար հանի, ամեն ինչ կարող են, չի անել, նենց չի, որ մենք ինչ-որ բան կարող ենք բացառել, ինչի եք նման բան ձեզ թույլ տալիս։ Հիմա դուք մի տեղամասի բան եք, ընտրությունները միջև ամսի 8 ընտրություն է եղել։ Ես ասում եմ, 26 թվականի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ մնալու են ամենախայտառակ ընտրությունները եւ նույնիսկ այն Ռուանդայում այսպիսի ընտրություններ չէր կարելի անցկացնել եւ չի կարող չի լինելու այսպիսի ընտրություններ։ Ինչպիսի ընտրություններ չպիտի լինի որևէ երկրում, ես կասեմ 26 թվականի հայաստանյան ընտրությունների օրինակը։ Ով է տեսել առանց բանի վեր, այդ դիտորդներն էլ բանա, փուշ կերած հորթի պես ասում են, դե կարող է ինքը, բա եկել եք ստեղ, տարբեր միջազգային կառույցներից դիտորդներ կան, ուր են ձեր արձանագրումներ են Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին կոպիտ արձանագրումներն եմ ուզում տեսնել, որտեղ են դրանք։ Հիմա խնդիրը տեսեք տարբեր գնահատականներ են հնչում, պետք է վերցնել, պետք է փողոց գեներացնել, պետք է ամեն ինչ պետք է անել, պետք է փողոց գեներացնել, չպիտի թույլ տալ, հիմա ամենամեծ ճնշումը այս պահին, ամենամեծ ճնշումը ընդդիմադիր ուժերի կողմից պետք է լինի կենտրոնական դրական հանձնաժողովի վրա, իսկ ճնշումը ինչպես է լինում, պետք է գեներացնել մարդկանց, տանել այնտեղ, իրենք էլ գնան, որովհետև Վահագն Հովակիմյանը պիտի իմանա, այն 0.0 ձայնի վրա ինքը պիտի դողա, ինքը կամ պիտի գնա բանտ, կամ տուն, չնայած արդեն պիտի բանտում լիներ։ Վահագն Հովակիմյանը արդեն պիտի բանտում լիներ։ Հիմա պիտի ընդդիմությունը գոնե ասի գնացեք կենտրոնական դրական հանձնաժողովի շենքի մոտ հավաքվեք ու թույլ մի տվեք, որ մի հատ ասենք մաթեմատիկայից 0
իմացություն ունեցող մարդը, որ գումարում անում բաժանում էլ չգիտեն, չգիտեմ, հանձնաժողովում ընդհանրապես ովքեր են վերընկած։ Ոնց կարող են այս խայտարակ պատկերը ստանալ։ Ոնց էլի։ Հիմա պիտի կայի մոտ բազմամարդ լիներ, ու սա ոչ թե ասի մենք ամսի 14-ին կունենանք իդեալական պատկեր։ Ես հասկանում եմ, այնտեղ կբերես հաշվապահներ, բան կնստեն, ջնջեն, գումարեն, հանեն, տեսնեն ոնց, որ ասենք Նիկոլ Փաշինյանը գուցե չի բացառում, որ ամսի 14-ին ունենա նաև սահմանադրական մեծամասնություն։ Ինչ իդեալական պատկերի մասն է։ Դուք ինչու դուք իդեալական ընտրություն եք արել, որ իդեալական պատկեր եք մեզ տալու։ Հա, այս ինչի մասին եք խոսում։ Հիմա այս պահին պետք է հանրությունը հավաքվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ եւ թույլ չտա, որ Վահագն Հովակիմյանը կատարի գրի այն թիվը, որը պահանջում է իրենից Նիկոլ Փաշինյանը։ Ուղղակի պիտի հանրությունը թույլ չտա։ Եթե հիմա պիտի մեր ընդդիմադիրները սենց սիրուն նստեն, ասեն, այստեղ ամասում խախտում եղավ, այնտեղ խախտում եղել է արդեն 3 ամիս առաջ, երբ որ սկսեց ձերբակալությունները համատարած։ Երբ որ սկսեցին կաշառքի մասին այդ կեղծ ձայնագրությունները։ Չգիտես էլ այդ մարդը կնոջ հետ է խոսում, երեխու հետ է խոսում, Բադրջանը առնելուց է խոսում, ինչ առնել, անհասկանալ է ձայնագրությունները։ Եթե ուզում եք, ուրեմն պետք է քայլանեք։ Եթե պիտի սպասեք, որ գնաք մանդատները վերցնեք ու գնաք Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու, մենք դրա փորձը ունենք, տեսել ենք, կգնաք, հանձնաժողովներ կստեղծեք ու կարող եմ ասել հետ գնացեք, տեսեք օրինակ Նիկոլ Փաշինյանը այդ 150 միլիոնը ոնց է կերել, կարող է մեկի մոտ ստացվի, գոնե էդի կբացահայտեք, ինչ ասեմ, իրականում մեր հասարակության համար այս ընտրությունները եւս մեկ հիասթափության առիթ տվեցին, դրա համար, որ մեր հասարակությունը չէր գնում ընտրության, ասում ենք դու ինչի չես գնում, ախր գնա քո քաղաքացիական պարտքը, ցավոք հայ հասարակությունը այս անգամ գոնե ուզեց իր քաղաքացիական պարտքը, թեպետ այսքան ճնշումների, այս ամեն ինչի մեջ ուզեց իր քաղաքացիական պարտքը կատարել, բայց հիմա սպասման մեջ է, տեսնի արդյոք այդ իր ձայնը գնալու է դառնա պարգևավճար, ընդդիմության մոտ աշխատող, թե դառնալու է թե ամբողջ աշխարհին ցույց է տալու, որ Նիկոլ Փաշինյանը բռնապետ է եւ Նիկոլ Փաշինյանի կազմած խորհրդարանը բաղկացած է միայն ԿՊ-ից։ Սա է այսօրվա կարևոր խնդիրը, որ մենք կարողանանք, որ ընդդիմադիր ուժերը միասին կարողանան լուծել, թեպետ շատ լավ հասկանալի է Նիկոլ Փաշինյանը ասել է, որ վենդետաներ է անելու, ասել է, որ ունեզր, շատ լավ հասկանում ենք ինքը ինչ չափի այսօր կսկսի մարդկանցից խլել։ Ես նույնիսկ չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը խլի, որովհետև ինքը այլևս չունի այն 10,000 դրամ թոշակի գումարը, որ տա, ինքը այլևս չունի առողջապահության ապահովագրության գումարը, որ տա, իր միակ այդ գումար տալու միակ գործիքը մնացել է խլի Գագիկ Ծառուկյանից, խլի Սամվել Կարապետյանից, խլի իրեն չենթարկվողից, խլի իրեն չհնազանդվողից, որպեսզի բերի 10,000 թոշակները տա ու անվճար ապահովագրությունը տա։ Նիկոլ Փաշինյանը, քանի որ սա խոստացել է, մի քանի ամիս էլ կտա, հետո որ ասել եմ, Նիկոլ Փաշինյան խաղաղություն չի բերելու, պատերազմ է բերելու։ Պատերազմ բերող ուժը չի կարող պատերազմով մեր երկիրը չկործանել։ Եկել է ու կործանելու է մեր երկիրը պատերազմով։ Հիշեք, սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը այս պատերազմի մեղքը բարթելու է հայ ժողովրդի վրա ու ասելու է դուք չթողեցիք ես մինչև վերջ Ալիևի ասած անեի, Ալիևը պատերազմ սկսեց։ Սեպտեմբերին ինքը Հայաստանը մտցնելու է պատերազմի մեջ եւ մեղքը բարթելու է ժողովրդի գլխին։ Մի 10,000 էլ ժամանակ է մորթելու ու մեր երկիրը վերջնականապես տալու է թուրքերին։ Այս սա է լինելու մինչև աշուն մեր
երկրի ճակատագիրը։ Մենք մտահոգ ենք, ասում ենք ինչ անենք, ոնց անենք, ինչու էսպես եղավ, բայց մեր երկրի ճակատագիրը այսօր այսպես բարակ մազից է կախված, ու այդ մազի վրա ճոճվում է Նիկոլ Փաշինյանը։ Տիկին Ստեփանյանը ինչ ասեք Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ, Ռուսաստանի կողմից հայտարարություններ են լինում, թե Մարիա Զախարովան, թե Պեսկովը, որ Հայաստանում ընտրություններն անցել են կրկնճնշումների ներքո, ու դեռևս ՀՀԴ նախագահի շնորհավորանքը չկա, ինչ կասեք դրա մասին, ինչ գործընթաց է տեղի ունենում, ինչ սպասել է Ռուսաստանից։ Ես կարծում եմ Ռուսաստանը վաղ թե ուշ ի վերջո շնորհավորելու է, չգիտեմ Նիկոլ Փաշինյանին կամ որևէ մեկին շնորհավորելու է, կարծում եմ այդպես, բայց այն ինչ նկարագրել են ռուսաստանցի դիտորդները, ապա դիտորդները Հայաստանում, իրենք այդ խայտառակության մասին բարձրաձայնեցին որոշակիորեն, դա այն ամբողջը չէր իհարկե ինչ որ բարձրաձայնեցին, բայց բարձրաձայնեցին եւ ես կարծում եմ, որ Ռուսաստանը ասել է, որ չեմ խառնվի Հայաստանի ներքին գործերին, ի վերջո եթե հայ ժողովուրդը Հայաստանի ընդդիմադիր գործիչները լեգիտիմացնեն այս ընտրությունների արդյունքները, ինչ պիտի անի Ռուսաստանը, եթե ոչ շնորհավորի։ Ես այդպես եմ կարծում, քանի որ Ռուսաստանը այս ընթացքում բազմիցս ասել է, չեմ խառնվում, չեմ միջամտում ձեր ներքին գործերին, այդ որ սրանք ասում են, 100,000 կգան, բա ուր է այդ 100,000-ը, այս դու 10 աներ, բա ասում եք 100,000, 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան եւ ավելի շատ։ Նույնիսկ ավելի շատ, այդ տեսեք Ուզբեկստանին Եվրոպան պարտադրել է 300,000 մուսուլման ընդունի իր երկիր, 250 էլ այստեղ է պարտադրելու, որ ընդունեն, արդեն այդ խոսակցությունները կան, 250 մուսուլման Եվրոպայից կգան, 300,000 Ադրբեջանից կգան, ծապ տվեք, այդ ծապ կտակ, այնպես չէ էլի, որ մենք ասում ենք, որպեսզի վաղը երկիր ունենանք։ Մենք չէինք ասում, որ Նիկոլը կլինի, Պողոսը, Պետրոսը, մենք ասում ենք գա Հայաստանը ուժեր գան, որոնք մեր երկրի անվտանգության հարցերով կզբաղվեն առաջնահերթ, բանակի հզորացման գործով կզբաղվեն առաջնահերթ, ոչ թե 12-11 զինվորներին քարշ են տալիս տեղամաս, ամոթ էր խայտառակություններ, ուղղակի խայտառակություններ։ Ես կարծում եմ Ռուսաստանը սպասում է մեր եւ հայ ժողովրդի դիրքորոշմանը եւ մեր ընդդիմադիր ուժերի դիրքորոշմանը, այն որ ասում են ամեն երկրի ժողովուրդ ինքը արժանի է իր իշխանությանը, հիմա եթե մենք պիտի որոշենք, որ Նիկոլ Փաշինյանի այս խմբակը հիմա մի քիչ մեծացավ, ասում է 200, հիմա մի 300 կլինեն, այդ խմբակը պիտի եւս 5 տարի մեզ ղեկավարի, մինչեւ մենք արդեն կունենանք լրիվ մեզ թրքահպատակ կդարձնեն, ուրեմն մենք արժանի ենք դրան, եթե մենք չենք ուզում, ուրեմն պետք է քայլեր ձեռնարկենք, որովհետև ասում եմ, սրանք Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններն էին եւ այս պահին հիմա ուշացրել են բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է սկսեն հանցագործության մասին հաղորդումներ ուղարկել դատախազություն, որովհետև անօրինական քայլեր են սկսվել, Նիկոլ Փաշինյանը հանցագործություն կատարեց, երբ որ ասաց, որ ինքը միանձնյա հաղթող է։ Դա հանցագործություն էր։ Հիմա կուզեք ասեք, վայ, բա բերիլին, դուք մինչև մի շաբաթ չեք կարողանում, արդեն քանի օր է, 4 օր է անցել, դուք հələ տողերը չեք կարողանում ուղղել։ Դուք ո՞նց կարող եք հայտարարեք, որ դուք միանձնյա մեծամասնություն եք։ Դա հանցագործություն է, ընտրողի կամ արտահայտման, ընտրողի իրավունքի եւ մեր ընտրական օրենսգրքի ու մեր սահմանադրության նկատմամբ։ Ոտնձգություն ու հանցագործություն։ Դիմեք դատախազություն, դիմեք, դե ո՞նց կարելի է այսպես։ Հալավ հասկացանք, տեղամասեր կբացվեն, կփակվեն, կգնան մի քանի ձայն կավելացվի, մի քանի ընտրությունները չեն կեղծվել տեղամասերում։ Դրանք ճիշտ է որոշակի թիվ են կազմում, որոշակի ազդեցություն կարող են ունենալ, ընտրությունները արդեն 3 ամիս կեղծվում են։ Ամբողջ պետական ապարատը լծվել էր Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին։ Երբ միացնում էի, երբ մտնում էի YouTube կամ Facebook էի մտնում Սասուն Միքայելյանի տղան, Հրազդանի բան ու գործը թողած, այս գյուղում եմ, այն գյուղում եմ, այն գյուղում, տղա գնա գործը տարա։
Ես եմ շնորհակալ եւ կարծում եմ, որ ամեն դեպքում մեր ընդդիմության քայլերի որոշակիությունը կարող է իր ազդեցությունը ունենալ մեր երկրի վրա։ Շնորհակալություն։